Ցավոք էս առավոտ սկսվել է վատ լուրերից, որովհետև լուսադեմին Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին, թիրախում են հայտնվել Թեհրանը, Թավրիզը, այլ խոշոր բնակավայրեր, նաև ուրանի հարստացման ձեռնարկություններ, ռազմական ու միջուկային ենթակառուցվածքներ։ Իսրայելի հարվածների արդյունքում սպանվել են նաև Իրանի զինված ուժերի ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարության բարձրաստիճան պաշտոնյաներ, օրինակ այդ կորպուսի հրամանատարը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ու այն գիտնականները, որոնք աշխատում էին Իրանի միջուկային ծրագրի վրա։ Ըստ իրանական աղբյուրների, Իրանի դեմ գիշերային հարձակմանը մասնակցել են շուրջ 200 իսրայելական ռազմական օդանավեր ու թիրախավորել են ավելի քան 100 կետեր, սա 1980-ականներից սկսած ամենախոշոր հարձակումն է Իրանի վրա, ըստ այդ աղբյուրների, հիմա օդային տարածքը այս տեսքը ունի։ Իսրայելը հայտարարել է, որ սա կանխարգելիչ հարձակում էր, որպեսզի թույլ չտան Իրանին էլ ավելի զարգացնել միջուկային պոտենցիալը, իսկ Նեթանյահուն խոստացել է, որ այս գործողությունները շարունակելու են այնքան, որքան անհրաժեշտ է, իսկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարվածները եղել են միակողմանի գործողություն և Վաշինգտոնը դրանցում որևէ մասնակցություն չի ունեցել և չունի։ Իրանի ԱԳՆ նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ Իսրայելը չէր կարող այս հարձակումն իրականացնել առանց ԱՄՆ-ի հավանության, ԱՄՆ-ն որպես հիմնական աջակից նույնպես պատասխանատվություն է կրելու հետևանքների համար։ Իրանը հաստատել է, որ Իսրայելի ուղղությամբ պատասխան հարվածի առաջին փուլը սկսել են դրոններով։ Նաև ասեմ, որ կիրակի օրը ամսի 15-ին Օմանում պետք է կայանար Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի ու Իրանի միջև բանակցություններ, և այդ բանակցությունների հիմնական թեման էր ուրանի հարստացման հարցը։ Ըստ ԱՄՆ-ի, Իրանը պիտի զարգացնի իր միջուկային ծրագիրը միայն ներկրված հարստացած ուրանի հաշվին, իսկ Իրանը պնդում է, որ սեփական տարածքում ուրանի հարստացումը իր ինքնիշխան իրավունքն է։ Ես կհետևեմ զարգացումներին։ Շնորհակալություն։